We're in the series on the School of Christ. Մեր թեմա բաժնի վերնագիրը Քրիստոսի դպրոց է կոչվում։ The second lesson is entitled The Spirit of Truth. Իսկ վերնագիրը ճշմարտության հոգին։ We're going to come from John chapter 8, Հովհաննես 8-րդ գլուխ, verses 31 through 36. 31-ից 36։ Let's read that. Եվ Հիսուսը այն հրեաներին, որ հավատացին իրեն, ասաց. Եթե դուք իմ խոսքի մեջ հարատևեք, այն ժամանակ ճշմարտապես իմ աշակերտները կլինեք, եւ դուք իմանաք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Նրանք պատասխանեցին. Մենք Աբրահամի սերունդն ենք, եւ երբեք ոչ ոքի կապանքի մեջ չենք եղել։ Ինչպես ես ասում, ազատ պիտի լինեք։ Հիսուսը պատասխանեց նրանց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Եվ ծառան հավիտյան չի մնում տան մեջ, բայց որդին հավիտյան է մնում։ Ուստի եթե որդին ձեզ ազատ դարձնի, դուք իրավի ազատ կլինեք։ Amen. You'll notice that Jesus makes the comparison there. If you know the truth, then you are truly free. Համեմատությունը անցկացնում ո Հիսուսը ասում է, թե իմանաք ճշմարտությունը, այն ձեզ ազատ կդարձնի։ Sin brings bondage. Ու համեմատում է նաև կապանքի մեջ եղած մարդկանց We հետ, become slaves to that sin. ովքեր դառնում են մեղքին ստրուկներ։ In John chapter 14, verse 6. John 14. John 14, 6. Հովհաննես 14:6-ը Հիսուսը նրանց ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ մեկը հորը չի գա բացի ինձանով։ Jesus makes a spectacular declaration. Հիսուս այստեղ շատ յուրահատուկ քրչակում է անում։ I am the truth. Ես եմ ճշմարտությունը։ John 14:17. Նույն գլխի 14-17-ը ասում է. Ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, քանի որ չի տեսնում նրան եւ ոչ էլ գիտի նրան, բայց դու գիտեք նրան, որովհետեւ նա ձեզ հետ է բնակվում եւ ձեր մեջ պիտի լինի։ The Spirit of truth, Ճշմարտության հոգին, the Spirit of Jesus. Հիսուսի հոգին է, He's going to lead us into all truth. ու մեզ ճշմարտության մեջ կառաջնորդի։ But he has the Spirit of truth, the Spirit of Jesus himself. Եվ նա նաև հենց ինքնիրենով հանցանում է Հիսուսի հոգին։ Let's also look at Ephesians chapter 4 Եփեսացիների 4-րդ գլուխ and verses 21 and through 24. Go ahead. Եփեսացիներ 4:21-ից 24 Եթե դուք նրա մասին լսեցիք եւ նրանից սովորեցիք, ինչպես ճշմարտությունն է Հիսուսի մեջ, ապա ձեր վրայից հանեք հին մարդուն իր նախկին վարքով, որ խաբուսիկ ցանկություններով ապականված է։ Նորոգվեցեք ձեր մտքի հոգով եւ նոր մարդուն հագեք ձեր վրա, որ ստեղծված է Աստծո պատկերով, արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ։ Amen. We'll start there, okay? Կսկսենք այստեղից։ We know that when God wants to make a change in the church and in the world, he'll present Jesus to us. Մենք գիտենք, որ երբ որ Աստված որոշեց փոփոխություններ բերել Հիսուսին, դրանով եկեղեցու մեջ դրանով Հիսուսին բերեց մեզ։ He's saying, this is my desire for Ու you. ասեց, որ սա իմ փափագն է, իմ ցանկությունն է ձեզ This համար։ is what I want you to be. Ահա թե ինչպիսին եմ ուզում, որ դուք լինեք։ Jesus is presented by God the Father at his baptism. Հիսուսը ներկայացվեց Աստծո կողմից մկրտության տեսքով։ This is my beloved son in Սա whom I am եւ well այդ ժամանակ pleased. ասաց, սա իմ սիրելի զավակն է, որին ես հաճեցա։ What pleases the Father? Ինչն է հաճեցնում հորը։ The Son pleases the Father. Որդին է հաճեցնում So հորը։ we must find ourselves being conformed into this Christ. Մենք պետք է մեզ կերպարանքից դարձնենք Հիսուսին, նրա նման լինենք։ That Christ may live in us and through us. Որպեսզի Քրիստոսը բնակվի մեր մեջ եւ մեր միջոցով։ We can be emptied of ourselves Պետք է դատարկվենք մեզանից and filled with the life of ու God. լցվենք Աստծո կյանքով։ Even so to the degree that his mind becomes our mind. Եվ նրա միտքը պետք է դառնա մեր միտքը։ That we have the very mind of Christ. Ու պետք է ունենանք հենց Քրիստոսի միտքը։ This is not something that we can do on our own. Սա այն բաներից չէ, որ մենք մեր սեփական ուժով կարող ենք It's անել։ not by self-discipline Ոչ էլ ինչ որ կանոնով, or even self-study. ոչ էլ ինքնուրույն ինչ որ բան ուսումնասիրել։ This is a working of the Holy Spirit in Սա our Սուրբ Հոգու lives. գործունեությունն է մեր կյանքերում։ He is going to lead us, Նա կառաջնորդի մեզ, teach us. կսովորեցնի մեզ He will conform us to that image of Christ. ու մեզ կնմանեցնի Քրիստոսին։ We look at the story of the Israelites as they left Egypt.
Նայեցինք իսրայելացիների պատմությունը, երբ որ լքեցին Եգիպտոսը, դուրս եկան այնտեղից They're headed towards the promised land. ու գնացին դեպի խոսմունքի երկիրը։ The very promise, the place that God has promised to Abraham. Այն վայրը, որը Աստված Աբ รา համին էր խոստացել։ But as they're led of God, Բայց they're not led directly to the promised land. բայց ուղիղ կերպով միանգամից չգնացին խոսմունքի երկիր։ They're led south. Իրենք դուրս եկան այդտեղից։ And 6 weeks out of Egypt, they're further from the promised land than ever before. Ու Եգիպտոսից դուրս եկան, որպեսզի ուղղորդվեն դեպի խոսմունքի երկիր։ They would complain, why are we Իրենք here? բողոքում էին, տրտնջում էին, թե ինչու ենք Why are այստեղ, we going through these troubles? ինչու ենք այս խնդիրների միջով անցնում, It's because God had to do something within them որով պատճառն այն էր, որտեղ Աստված պետք է ինչ-որ բան գործեր, աներ իրենց մեջ, before he could bring them into that promised միջև land. իրենց խոսմունքի երկիր կհասցներ։ They had to follow the cloud. Ու պետք է հետևեին անկին։ God would say that to you. Աստված կասի այս նույնը ձեզ։ He speaks to you, Նա խոսում է ձեզ հետ։ reveals his word to you. Իր խոսքն է հայտնում ձեզ։ He's trying to lead you in a certain Ու direction. փորձում ինչ որ հատուկ ձևերով ձեզ ուղղորդել։ And you must follow him. Ու դուք պետք է հետևեք իրեն։ You must follow the cloud. Պետք է հետևեք ամպին, Because it's only there that he can do that work in you to որովհետև միայն prepare այնտեղ you նա կարող է for իր his գործը victory. անել ու ձեզ պատրաստել այդ հաղթությանը։ We recognize that the truth that we Հասկանում are ենք, որ այն to ճշմարտությունը, receive դա այն ճշմարտությունը, որ պետք է ընդունենք, ստանանք։ is Christ himself. Դա հենց Քրիստոսն է։ This being conformed to the person of Եվ Jesus նման Christ. լինենք, նմանվենք Հիսուս Քրիստոսի անձին։ The Spirit of truth leads us to Christ. Եվ ճշմարտության հոգին մեզ ուղղորդում տանում է դեպի Քրիստոսը։ But he's also working to remove everything from our lives that is not Christ. Ու նաև մեր միջից հեռացնում, մաքրում է այն, ինչ որ Քրիստոսից չէ։ That's some of the more difficult work in Դա our ավելի lives. դժվար գործ է, աշխատանք է մեր կյանքերում։ Again, Jesus has made this spectacular statement, I am the way, the truth, and the Եվ life. Հիսուսը շատ յուրահատուկ մի հրճակում է անում, որ ես եմ ճշմարտությունը, կյանքը եւ ճանապարհը։ It's similar, I believe, to what God said to Moses at the burning bush. Հավատում եմ, որ սա նույնն էր, ինչ որ Հիսուսն ասաց Մովսեսին այրվող մորենու մոտ։ I am that I am. Ես եմ, որ եմ։ There is this knowledge that God is all encompassing. Սա այն գիտելիքն է, որ Աստված ցույց է տալիս, որ ինքը դա է, հենց այդ մայքն է։ Jesus is saying, I'm all that you need. Հիսուսն ասում էր, ես այն եմ, ինչի կարիքը դու ունես։ I'm the way. Ես եմ ճանապարհը, I am the truth, ես եմ ճշմարտությունը and I am the life. եւ ես եմ կյանքը։ Everything you need is found Այն in ամենը, him. ինչի կարիք որ դու ունես, իմ մեջ է գտնվում։ Nothing excluded, nothing left out. Ոչինչ բացառված չէ ու ոչինչ թողնված չէ։ We'll know that truth. Մենք կճանաչենք, իմանանք այդ ճշմարտությունը That truth sets us free. եւ այդ ճշմարտությունը մեզ ազատ կարձակի, ազատ կդարձնի։ And I'm not talking about knowledge, I'm talking about a person, Ես ոչ թե Jesus. գիտելիքի մասին եմ խոսում, այլ Հիսուսի անձի մասին։ We must come to that realization that Մենք պետք է այդ knowing գիտակցման him is the գանք, key որ to everything. ճանաչելով նրան մենք ճանաչում ենք ամեն բան։ We build our lives on the person of Եվ Jesus մեր Christ. կյանքերը կառուցում ենք Հիսուս Քրիստոս անձի վրա։ He's the foundation of truth. Նա է ճշմարտության հիմքը հանդիսանում։ This is important because Սա կարևոր է, որովհետև when people look at our lives, երբ մարդիկ նայում են մեր կյանքերին, they're going to make evaluations. կարող են ինչ-որ եզրահանգման գալ։ They may look at talents and abilities, Կարող են նայել տաղանդներին, կարողություններին, hard work, discipline. կարգուկանոնին, դժվար աշխատանքին, They may look at a lot of things about us. շատ բաներ կարող են նայել, որոնք մեզ են վերաբերում։ But God's desire Բայց Աստծո փափագն է, is that when people see you, որ they երբ see որ մարդիկ Jesus. նայեն ձեզ, Հիսուսին տեսնեն, Amen? ոչ թե տաղանդներ ու կարողություններ։ That this Christ who lives in us is seen, Որ Քրիստոս որ բնակվում է մեր մեջ, տեսանելի լինի, that we can make that declaration that God has raised Jesus որ այդ from the dead. այդ հրճակումը մեր մեջ եղա, որ Քրիստոսը, Աստված Քրիստոսին մեռելներից հարություն տվեց։ And so the Holy Spirit has to deal with all the attitudes of our heart, Ու Սուրբ Հոգին մեր սրտի հետ ամեն վերաբերմունքի հետ գործ է անում։ all motives, Բոլոր շարժարիքների, all self-reliance. մեր այդ եսասիրության, If God is only pleased with Jesus, ու եթե Աստված հաճեցավ միայն Հիսուսով, then we must be found in him. ուրեմն մենք պետք է գտնենք նրան։ We must be conformed into Մենք that պետք է image of Christ. նմանվենք Հիսուսի կերպարանքին։
And again, this is that place Ու նորից սա այն վայրն է, where we understand that God the Father is truly pleased with God the որտեղ Son. մենք հասկանում ենք, որ Հայր Աստված ամբողջությամբ հաճեցավ իր որդով, This is my beloved Son որ in սա whom I իմ am well սիրելի pleased. որդին է, որով ես հաճեցա։ Therefore, if I am to please God, Որ այսպես հետևյալն էր այդ խոսքը, ես հաճեցնում եմ I Աստծուն։ must be conformed Ու into that ես image պետք of է այդ Christ. պատկերին, Քրիստոսի պատկերին կերպարանակից լինեմ։ As the Holy Spirit leads Ու us, քանի որ Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ, we must hear Him and respond պետք to է Him. լսենք նրան ու նաև պատասխանենք։ Hebrews chapter 12, Եբրայեցիների 12, then verses 25 through 28. 25-ից 28։ 12-25-ից 28։ Զգուշացեք, չլինի թե մերժեք նրան, որ խոսում է, որովհետև եթե երկրի վրա պատգամ տվողին մերժողները չկարողացան ազատվել, որքան ավելին մենք, եթե երկնքից խոսողին մերժենք, որի ձայն այն ժամանակ երկիրը շարժեց, իսկ հիմա խոստացել է ասելով. մեկ անգամ եւս պիտի շարժեն ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը։ Այս մեկ անգամ եւսը ցույց է տալիս, թե շարժվող բաները պիտի հեռացվեն, այսինքն արարված բաները, որպեսզի այն բաները, որոնք անսասանելի են, մնան։ Ուստի մենք անսասան մի թագավորություն ստանալով եկեք շնորհ ունենանք, որով ընդունելի ձևով ծառայենք Աստծուն ակնածությամբ եւ աստվածային երկյուղածությամբ։ These verses tell us that Այս համարները մեզ ասում են, որ it's possible to hear God հնարավոր է լսել Աստծուն and then refuse to follow what He եւ says. մերժել այն ամենին, ինչ որ նա ասում է։ He's given the example of Israel Նա տալիս է օրինակ մեզ իսրայելացիներից, that they refused որ to իրենք մերժեցին cross the river and go into the promised land. անցնել այդ գետը եւ հասնել խոսմունքի երկիր։ God was saying to them, here's the land, I'm going to give it Աստված to նրանց you. ասաց, սա այն երկիրն է, որը ես պատրաստվում եմ ձեզ տալ։ They were saying, oh, we're too small. Ու նրանք ասում են, շատ քիչ է, շատ փոքր է։ There's giants in the land. Շատ փոքր ենք մենք, այնտեղ հսկաներ կան այդ երկրում։ They'll defeat us and take our women and children. Իրենք մեզ կհաղթեն ու մեր կանանց, մեր երեխաներին կվերցնեն մեզանից։ All the time God was saying, I will go before you, Ու I'll give ամեն you this անգամ land. Աստված ասում էր, ես ձեր արջևից կգնամ ու այս տարածք, այս հողը ձեզ կտամ։ So they heard God but refused to listen. Իրենք լսեցին Աստծուն, բայց մերժեցին։ And so the writer of Hebrews warns us about that. Եբրայեցիների գրողը հեղինակը մեզ զգուշացնում է այս մասին, Because we must not just hear God, որ մենք ոչ միայն պետք է լսենք but we Աստծուն, must hear and respond, այլ obey պետք to է what God is լսենք ու saying to us. պատասխանենք, հնազանդվենք այն ամենին, ինչ որ Աստված մեզ է We ասում։ have to learn to hear from God. That's Պետք է important. սովորենք լսել Աստծուն, դա շատ կարևոր է։ But once we hear from God, we have to respond Ու երբ to որ what He's լսում ենք, saying. պետք է պատասխանենք իր խոսքերին, իր ասածներին։ We are given a kingdom that cannot be moved. Մեզ okay? տրված է մի թագավորություն, որը չի կարող շարժվել։ We're receiving a kingdom that God has promised to us, Մեզ տրված է մի երկիր, որը խոստացել է մեզ Աստված։ just like the Israelites were Ինչպես promised. իսրայելացիներին էր խոստացված։ So we have to learn to hear and to Դրա համար obey. պետք է սովորենք եւ լսել եւ հնազանդվել։ As the Holy Spirit leads us, Ինչպես Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ, He will lead us to bring joy to the heart of առաջնորդի God. մեզ բերելու ուրախություն Աստծուն։ I don't know, most of the world is concerned with their own happiness. Ես չգիտեմ, միգուցե աշխարհի մեծ մասը մտահոգված է իրենց սեփական երջանկությամբ, What can I do to make life easier? մտածում են ինչ կարող եմ անել, որ կյանքս ավելի What can I հեշտացնեմ, do to make life more enjoyable? ինչ կարող եմ անել, որ ավելի վայելեմ կյանքս։ But as the Holy Spirit leads us, Բայց երբ որ Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ, His goal is to bring joy նրա to the heart of նպատակն է, God. որպեսզի Աստծուն ուրախություն բերի։ You know, this is the key to understanding Nehemiah 8 Սա այն and 10. բանալին է, որ պետք է հասկանանք Նեհեմիա 8-րդ գլխում ասված 10-րդ խոսքը։ That's where Nehemiah says, the joy of the Lord is Աստծո my strength. ուրախությունը իմ զորությունն է։ Know that verse? Գիտեք, չէ՞ այդ համարը։ Familiar with that? Ծանոթ է։ Well, you know, what Nehemiah was saying was Այնինչ որ this. Նեհեմիան ասում էր, սա էր, We're rebuilding the city of Jerusalem. որ նրանք վերակառուցում էին Երուսաղեմ քաղաքը։ His task was to rebuild the wall. Նրա առաջադրանք հետևյալն էր՝ կառուցել պատերը, դարպասները, These walls have been broken down for 150 years. որ 150 տարի քանդված, կործանված են եղել այդ դարպասները։ And as he begins to rebuild the wall, Ու երբ որ նրանք սկսեցին վերակառուցել այդ դարպասները, enemies come against him, Թշնամին նորից նրանց առջև lives are threatened. նրանց սպառնացին, նրանց կյանքերին սպառնալիք բերեցին։ They're working on that wall with a
a tool in one hand and a sword in the other. Մի ձեռքում գործիք էր, որով դարպասել են կառուցում, մի ձեռքում սուրն էր, որ կռվում էին։ And yet he says, Ու միևնույն ժամանակ նա ասում է. our work is bringing joy to the heart of Մեր God. գործն էր Աստծո սրտին ուրախություն ապարգևել։ And so we continue. Եվ այս դրա համար մենք We don't կշարունակենք։ give up. Չենք We հանձնվի, don't run and hide. չենք թաքնվի։ We're bringing joy to the heart of Մենք God. Աստծո սրտին ուրախություն ենք բերում։ And that joy Ու այդ ուրախությունը is our strength. մեր զորությունն է։ Bringing joy to the heart of God. Ուրախություն բերել Աստծո սրտին, Is our դա մեր strength. զորությունն է։ And I believe that the Holy Spirit will lead us, Ու հավատում եմ, որ Սուրբ exactly Հոգին that մեզ way. հենց այդ նույն ճանապարհով կառաջնորդի, that our lives will bring որ joy մեր to the heart կյանքերը of God. Աստծո սրտին ուրախություն բերեն։ It's dangerous to get distracted by the world around us, Ու վտանգավոր կլինի, եթե մենք շեղվենք մեր շրջապատի այս աշխարհի պատճառով, to focus upon those things that are important to me. որ կենտրոնանանք այն բաների վրա, որոնք ինձ համար են կարևոր, մեզ համար են կարևոր։ But as I'm led of the Spirit, Բայց եթե ես առաջնորդված եմ հոգով, as He leads me, եթե նա ինձ առաջնորդում է, He will lead me to that place ինձ կառաջնորդի այդ վայրի մեջ, where my life will bring joy to the որտեղ heart of իմ God. կյանքը ուրախություն կպարգևի, ուրախություն կբերի Աստծո սրտին։ Now let me talk to you about that hearing from God. Խոսեմ այդ Աստծո լսելու մասին։ As we are led of the Holy Երբ Spirit, որ մենք առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, we must actively seek to hear ակտիվ God. կերպով պետք է փնտրենք Աստծուն, լսենք նրան։ God's not going to speak to us Աստված չի խոսի մեզ հետ, if we're too busy եթե to listen. չափազանց զբաղված ենք լսելու համար։ If we think that God is going to interrupt our lives Եթե մտածում ենք, որ Աստված ուղակի կմտնի մեր կյանքի մեջ, to speak to us, we're mistaken. ու պարզապես կխոսի մեզ հետ, ուղակի սխալվում ենք։ I've got to pray, Ես պետք է I աղոթեմ, need to fast, ծոմապահություն I need to read մեջ my լինեմ, word. պետք է Աստծո խոսքը կարդամ, I need sometimes just to sit in His presence. ինչ որ ժամանակ պետք է նրա ներկայության մեջ լինեմ։ Prayer is a conversation. Աղոթքը դա զրույց է։ We talk to Him. Մենք խոսում ենք նրա հետ, We also listen to Him. ու միևնույն ժամանակ նաև լսում ենք նրան։ Isn't that what you do when you have a conversation with someone? Ոնց որ ինչ որ մեկի հետ խոսակցություն ունենաս։ You talk, they Դու talk. խոսում ես, ինքը You խոսում է, listen, they listen. դու լսում ես, իրենք լսում են։ And sometimes we can say our prayers, Ու երբեմն կարող ենք ասել, որ մեր աղոթքները do all the talking, միայն խոսակցություն է, խոսել է։ then turn it off, Ու հետո անջատվում է, go on our վերջանում է։ business. Ու գնում շարունակում ենք մեր գործերը։ But I've got to want to hear God. Բայց ես պետք է ուզենամ լսել Աստծուն։ I've got to dedicate my Ես life to Պետք է hearing իմ կյանքը what He has to նվիրեմ say. այն ամենին, որ լսեմ, թե ինչ է Աստված ասում։ I cannot just think that Ես չեմ կարող մտածել, որ God's going to lead me, Աստված ինձ կառաջնորդի, speak to me, կխոսի ինձ հետ, and without me having to do anything. առանց ին որևէ բան անելու։ You are responsible Դուք պատասխանատու եք to hear the voice of God, լսելու Աստծո ձայնը։ to treat Him as someone who is Վերաբերվելու worthy նրան to be heard. մեկը, ով որ ուզում է, որ իրեն լսեն։ He's a treasure. Նա գանձ է։ If we seek Him, we'll find Him. Եթե փնտրենք նրան, ապա կգտնենք։ That's the promise of the Word of God. Դա Աստծո խոսքի խոստումն է։ But the opposite is true. Բայց ճշմարտություն կա այստեղ, If I don't seek Him, որ hակառակը կա, որ եթե չփնտրեմ, I won't find Him. չեմ գտնի նրան։ He's not going to chase you down. Ինքը քեզ չի հետապնդելու։ He's looking for you to seek Him. Նա փնտրում է, ուզում է, որ դու փնտրես իրեն։ Hebrews 11:6 tells us that. Which one? Hebrews 11:6. Եբրայեցիներ 11:6-ը դա ասում է։ Without faith it is impossible Առանց to please հավատքի անհնար է Աստծուն հաճեցնել։ God. Those who come to Him must believe Որ that նրան, He is, ովքեր գալիս են նրան, պետք է հավատան, որ նա կա։ and that He is a rewarder of them that diligently seek Him. Ու նրան հավատացողները նրան փնտրում են։ Okay? It's not Ջանասիրաբար enough just to փնտրում say, են։ I know you exist, God. I know you're there. Երբեմն ասում ենք, այո, ես գիտեմ Տեր, որ դու կաս, ես գիտեմ, որ դու այնտեղ ես։ Send me an email if you want to talk to me. Ինձ մեյլ ուղարկի, եթե ուզում ես հետս խոսես։ We seek Him. Մենք պետք է փնտրենք նրան։ And as we diligently seek Him, He Եթե hears our ջանասիրաբար prayers. փնտրենք, նա կլսի մեր աղոթքները։ We believe in the school of Christ that God is Հավատում ենք, որ Քրիստոսի դպրոցում Աստված is pouring out His Holy իր Spirit Սուրբ Հոգին կհեղի, կթափի այստեղ։ and will continue to do so right up
until the rapture of this church. Եվ սա կշարունակենք այնքան ժամանակ մինչև եկեղեցու հափշտակությունը կլինի։ We have seen some great outpourings of the Holy Spirit. Ու պետք է ունենանք Սուրբ Հոգու այդ հեղումը մեզ վրա։ They're happening in different areas of the world even today. Անկամ այսօր աշխարհի տարբեր վայրերում սա տեղի ունենում։ But revival comes as a people hear Բայց and respond to արտությունը գալիս է God. այն ժամանակ, երբ որ մարդիկ լսում ու պատասխանում են Աստծուն։ Revival doesn't come through government and politics. Արտությունը չի գալիս կառավարության, քաղաքականության միջոցով։ Doesn't simply come through education. Ոչ էլ կրթության միջոցով է It գալիս։ comes through the people of God who seek His face. Այլ գալիս է Աստծո մարդկանց միջոցով, որոնք փնտրում են Աստծո երեսը։ People who become temples of the Holy Spirit. Մարդիկ, ովքեր դառնում են Սուրբ Հոգու տաճարները, God lives in them. եւ Աստված բնակվում է նրանց մեջ։ They are being conformed to the person of Jesus Եվ նրանք Christ. նմանվում են, կերպարանակից են լինում Քրիստոսի անձին։ He is your Lord, your Նա ձեր Savior. Տերն է, նա ձեր Փրկիչն է։ He's come to be the Lord of your life. Նա պետք է գա ու ձեր Տերը լինի, ձեր կյանքի Տերը լինի։ He is a friend that sticks closer than a brother, Նա ձեզ ավելի մտերիմ է, ավելի սրտակից է, քան ձեր but եղբայրը։ He's not just your buddy or pal. Բայց նա ուղակի ինչ որ մարմնական մեկը չէ։ He doesn't come to make all our dreams and wishes come true. Նա չի նա այն մեկը չէ, որ գալիս է ուղակի մեր բոլոր երազանքներն իրականացնում է։ He comes as the God Almighty into our Նա lives. ամենակարող Աստված է եւ այդպեսին է մեր կյանքում։ He comes in power, Նա գալիս է զորությամբ a plan for us, եւ ունի ծրագրեր մեզ համար։ and we come to do His will. Ու մենք պետք է իր կամքը կատարենք։ God has a plan. Աստված ունի ծրագիր, You've got to find that plan. բայց դուք պետք է գտնեք այդ ծրագիրը։ You've got to find that Դուք plan. պետք է գտնեք այդ ծրագիրը։ It is a glorious thing to Դա find. փառավոր բան է։ I've got to be submitted and surrendered to Ես Him. պետք է ենթարկվեմ ու հնազանդվեմ նրան։ We can't allow sin in our life. Մենք չպետք է թույլ տանք մեղքը մեր կյանքում I've գործի։ got to deal with that sin, Ու repent պետք of է that sin, and turn հարցերս from it. մեղքի հետ լուծեմ ու հետ շրջվեմ նրանից։ I've got to develop that attitude of Ու այդ submission վերաբերմունքը ենթարկվել հնազանդելու պետք է զարգացնեմ իմ մեջ, that I can walk as Jesus walked. որ կարողանամ քայլել այնպես ինչպես Հիսուսն էր քայլում։ You know, let me give you an example of forgiveness. Ներման ինչ որ օրինակ բերեմ։ You know, the Bible calls us or tells us that we must forgive. Աստվածաշունչը ասում եւ կոչ է անում մեզ, որ մենք պետք է ներենք։ I know we see this in the life of Jesus. Ու սա տեսնում ենք Հիսուսի կյանքում, Even on the cross, He's forgiving անգամ those խաչի վրա նա ներեց նրանց, who bring about His suffering and His death. ովքեր իրեն այդ տարապանքն ու մահը պատճառեցին։ So, as we walk with God, we must Ու learn երբ to որ forgive. մենք քայլում ենք Աստծո հետ այդ ընթացքում պետք է սովորենք ներել։ And it's not enough just to respond. Ուղղակի բավարար չէ միայն պատասխանելը։ Someone hurts us, Ինչ որ մեկը մեզ վիրավորել է, we have to pray through it. պետք է աղոթենք, It takes us weeks or months. շաբաթներ վերցնենք, ամիսներ վերցնենք։ Sometimes it takes years. Երբեմն տարիներ է տևում, We're still holding that բայց grudge, դեռ այդ վիրավորանքը մեր մեջ ենք պահել, nursing that thing. դասնուցում ենք մեր մեջ։ The Bible would call us to walk in Բայց forgiveness, Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք պետք է քայլենք ներման մեջ։ to make a decision that no matter what happens or what Որոշում anyone կայացնելու, says, որ ինչ է լինի, ինչ է ասեն, that we are going to forgive them. մենք ներելու ենք նրանց։ We get up from our time of prayer Պետք է աղոթքի մեջ լինենք, and we determine, we make up our minds, այդ որոշում if կայացնենք, someone forgives me, I will forgive them. որ եթե ինձ ներում են, ես էլ պետք է ներեմ։ This is walking in the mind of Christ. Սա Քրիստոսի մտքի մեջ քայլել է նշանակում։ This is the following the life of the walk of Jesus. Եվ սա Հիսուսի քայլերով անցնելն է։ As we're led of the Holy Spirit, Երբ որ մենք առաջնորդվում ենք Սուրբ Հոգով, we become faithful to hear, to Dar- respond. դառնում ենք հավատարիմ նրան լսելու եւ պատասխանելու մեջ։ We must come to that place where we are perfectly adjustable to God. Պետք է գանք այն վայրի մեջ, որտեղ կատարելապես նրան միացած կլինենք։ Now God's going to speak His word into your Աստված heart. խոսի քո սրտի հետ իր խոսքը, Going to be some changes that have to take place. ինչ որ փոփոխություններ պետք է ունենաս քո մեջ, Some things you set aside, ինչ որ բաներ պետք է մի կողմ դնես, some things you add to your ինչ life. որ բաներ ավելացնես կյանքիդ մեջ։ All of this brings change. Ու այս ամենը փոփոխություններ են բերում։ And that person who's following the Holy Ու այն Spirit մարդը, որ հետևում է Սուրբ Հոգուն, comes to that place where we are perfectly adjustable. ու Okay? գալիս է այնտեղ, որտեղ կատարելապես ավելի ճկուն ենք դառնում։ We see ourselves
We're that clay on the potter's wheel. Եվ լինում ենք այդ կավը, God is that potter. ու Աստված բրուտն է։ And he forms our life Ու ինքը ձևավորում է մեր կյանքը according to his design. իր նպատակի, իր ծրագրածի համեմատ։ It's not going to be unpleasing to you. It's not going to be something terrible for you. Միգուցե սարսափելի բան լինի ձեզ համար, ձեզ այդքան էլ հաճելի չլինի։ I can trust he's a great artist. Ես վստահում եմ, որ նա հրաշալի արտիստ է։ When he puts his hands on us, Երբ որ նա իր ձեռքը մեզ վրա է it's a դնում, wonderful thing. դա հրաշալի բան է։ But I have to be like that clay. Բայց ես այդ կավի պես պետք է լինեմ, He's got to be able to form me. որpեսզի ինքը կարողանա ի վիճակի լինել ձևափոխել, ձևավորել ինձ։ And there can be nothing that hinders that Ու work. ոչ մի բան չպետք է խանգարի այդ գործին։ You know, the ministry can become competitive. Այդ ծառայությունները, որ մենք ունենում ենք, I've been in this thing for 40 plus years. I've been in the ministry for երկար տարիներ եմ մոտավորապես 30-ից ավել տարիներ ես ծառայության մեջ եմ։ I started preaching when I was 16 years old. 16 տարեկան էի, որ սկսեցի քարոզել։ So I'm 67 now, so I've been around in that ministry. Ու երկար ժամանակ այդ ծառայության մեջ եմ։ Been with preachers Եղել եմ քարոզողների հետ all of these years. այդ ամբողջ տարիների ընթացքում։ And I can tell you, Ու կարող եմ ասել, it can get competitive. դժվարանում է այդ ամենը։ How many people you have in church? Քանի մարդիկ անդամներ կան եկեղեցում։ Where did you go on the mission? Ուր է գնում միսիայի մեջ։ What happened on that mission? Ինչ է տեղ ունենում ձեր միսիայի մեջ։ It's all concerned not of praising God for what he's doing. Ու մտահոգությունը ոչ միայն այն է, որ ուղղակի Աստված փառաբորվի ինչ որ մենք անում ենք։ Because they want to have more people than you have. Որովհետև երբեմն մարդիկ ուզում են ձեզ այն ավելի շատ մարդիկ ունենան, քան դուք ունեք։ They want to have a greater ministry. Մրցակցային է դառնում, ուզում են ավելի մեծ ծառայություններ անեն։ Listen, it's everywhere in the ministry. Այս նմանատիպ ծառայությունները ամենտեղ են լինում։ But listen, this is a we'll call it a carnal thing. You know that? What is it? That's just of the flesh. Դա ուղղակի մարմնային է, մարմնական երևույթ է։ That's just only about us. Դա միայն մեր մասին է խոսում։ It's not about Ինչպիսին ենք him. մենք, ոչ թե ինչպիսին է նա։ And so as God leads us, Ու այսպեսով Աստված մեզ առաջնորդում է, we become adjustable in his hands. դառնում ենք իր ձեռքում ճկուն ինչ-որ մեկը, որ նա կարողանա անել այն ինչ ուզում է, We won't take part in that competition ու չպիտի մրցակցային ինչ-որ բաների մեջ մտնենք։ because all glory and honor go to one Որովհետև person. ամբողջ փառք ու պատիվը պատկանում է միայն մեկ մարդու։ Amen. Amen. It goes to Jesus. Այդ փառքն ու պատիվը Հիսուսին է It's գնում։ not about me. Դա իմ մասին չէ։ It's about the sermon that I preach. Ոչ էլ այն քարոզների մասին է, որ ես It's քարոզում not եմ։ even about how many people Ոչ get էլ նրա saved or մասին է, come թե to church. քանիսը փրկվեցին, քանիսը եկան եկեղեցի։ Have we been faithful to the calling that God has placed upon our Մենք lives? պետք է լինենք հավատարիմ այն կոչման, որ Աստված մեր կյանքերի մեջ դնում է։ Has Jesus been honored in our midst? Հիսուսը պետք է մեր մեջ փառավորվի։ Have we brought Pat- glory to Patistana. his name? Մենք պետք է փառք բերենք նրա անվանը։ We have to see what the purpose is. Մենք պետք է տեսնենք այդ նպատակը։ Oh, we know there's a kind of a second warning that we would give, okay? Երկրորդ first one. զգուշացում կա, որ տալիս ենք։ That first one is to bring glory and honor to God, and Առաջինը, որ պետքա փառք ու պատիվ բերենք not to Աստծուն, worry about what others think. ու Okay? չմտածենք այլ բաների մասին։ You don't be overcome by what other people think you should be doing. Մի տրվիր այն ամեն ինչ, որ մարդիկ մտածում են, որ դու պետք է անես։ The second warning is found in 1 Timothy chapter 4, Երկրորդը գրված է առաջին Տիմոթեոս 4 գլխի մեջ։ and just verse 1. 1 Yeah, just verse 1. just only one առաջին Տիմոթեոս 4-ի 1-ը Արդ հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից եւ ուշադրություն դարձնեն մոլորեցուցիչ ոգիների եւ դևերի վարդապետություններին։ We believe we're living in the last days. Հավատում ենք, որ ապրում ենք վերջին ժամանակներում։ Paul warns us Պողոսը դրա մասին մեզ զգուշացնում է, that some people are going to depart from the որ faith. որոշ մարդիկ կհեռանան հավատքից, They're going to begin to listen to seducing spirits որ teach. մոլորեցուցիչ հոգիների ուսուցումներին կլսեն, They're going to follow the doctrines of devils.
կհետևեն սատանային, դևերին։ It's not too hard for me to see that Դժվար չէ the ինձ համար Mormon church տեսնել, has a doctrine of a devil. որ շատ եկեղեցիներում կան այդ դևերի վարդապետությունները։ Jehovah's Witness has a Օրինակ Եհովայի վկաները doctrine of the devil. ունեն դևերի վարդապետությունը։ They're not based upon the Word of Նրանք God, հիմնված չեն, իրենց հիմքը Աստծո խոսքի վրա չէ, based upon their own interpretations. այլ իրենց սեփական մեկնությունների վրա է There's հիմնված։ many groups around the world. Ու աշխարհում կան շատ նմանատիպ խմբեր։ We were preaching in China, Քարոզում ենք Չինաստանում, and we found that there was a church nearby. մոտակայքում կար եկեղեցի, իմացանք որ մոտակայքում կար They եկեղեցի, believed that Jesus had come back as a woman, and she was leading that church there in central China. ու հավատում են որ Հիսուսը որպես կին է վերադառնալու։ Not hard to understand, that's not of God. Շատ դժվար չէր հասկանալ որ դա Աստծուց չէ։ Not hard to understand, that's Դժվար false. չէր հասկանալ որ դա կեղծիք է։ Okay? Jesus has not come back as a woman in central China. Կենտրոնական Չինաստանում Հիսուսը որպես կին չէր վերադառնալու։ But some things are a little more difficult. Բայց որոշ բաներ կան, որ մի քիչ ավելի դժվար է։ Prophets will prophesy, Մարգարեները մարգարեանում են, say good things over you, լավ բաներ են ձեր վրա մարգարեանում։ maybe an encouragement, maybe a Միգուցե blessing. ինչ-որ քաջալերանքներ, օրհնություններ, Preachers will come, tell you, քարոզողները կգան ու կասեն, you're going to be rich, you're going to be որ պետք է wealthy, հարուստ լինեք, God's going to heal everyone in this house. Աստված բոլորին կբժշկի այս տան մեջ գտնվող։ Sometimes Երբեմն these are things that just feed our flesh. դրանք բաներ են, որոնք մեր մարմինն են կերակրում։ Սնուցում են մեր They մարմինը։ make us feel good. Ու մեզ լավ է դա դարձնում, մեզ հաճելի է դա լսելը։ Gets us excited, Ու դրանից ողջևորվում ենք։ but it doesn't move us towards Jesus. Բայց մեզ դա չի տանում դեպի Հիսուսը։ Doesn't move us towards holiness. Չի տանում մեզ դեպի սրբություն։ Doesn't move us towards giving of our lives. Չի տանում մեզ նրան, որ մենք մեր կյանքը տանք Հիսուսին։ It's all about what we get, Այլ այս ամենը միայն նրա մասին է, թե մենք ինչ ենք ստանում, what we are going to receive. ինչ ենք մենք ստանալու, վերցնելու։ Anything that leads us to Այն ամենը ինչ որ մեզ տանում է, to exalt our own will. մեծարելու, տեսնելու մեր կամքը, Something that satisfies այն ինչ որ բավարարում է just my own heart. միայն իմ սիրտը, These things can be doctrines of devils too. այս բաներն են հենց համարվում դևերի վարդապետություն։ They're about our will, Այս ամենը խոսում է միայն մեր կամքի մասին, not God's will. ոչ թե Աստծո կամքի, About praising or pleasing the flesh որը հաճեցնում է, փառավորում է միայն մեր մարմինը, and not bringing glory and honor ոչ to թե God. փառք բերում Աստծուն։ Remember, God's purpose Հիշեք, Աստծո նպատակը is to conform you to the image of Christ. հետևյալն է, որ դուք կերպարանակից լինեք Հիսուսին։ And in doing so, He's got to confront Եվ you. սա անելով նա ձեզ կնմանեցնի You'll be confronted by the wilderness of your own heart. ու դուրս կգաք ձեր այդ սեփական սրտից։ There's things in your heart that you don't even know yet. Ձեր սրտում կան բաներ, որոնք դուք դեռ չգիտեք, They've been hidden there. թաքնված են այնտեղ, They operate, they influence. ունեն ինչ-որ ազդեցություններ, Sometimes we accept them as this is երբեմն who ընդունում I ենք, am. որ ես հենց այդպեսին եմ, դա եմ, I was born this way. այսպես եմ ծնվել, I'm just like my daddy. I'm just like my նման եմ mama. պապայիս կամ մամայիս, But it's sin. It's something that God's got to deal with. բայց դա մեղք է, բան է, որը պետք է Աստված դրա հետ գործ ունենա։ In 2 Thessalonians chapter 2, Երկրորդ Թեսաղոնիկեցիների երկրորդ գլուխ verses 1 through 4. 1-ից 4 Okay, let's read that. Արտաղաչում ենք ձեզ եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալսյան եւ մեր նրա մոտ հավաքվելու վերաբերյալ, որ դուք մտքով չտատանվեք կամ չտագնապեք ոչ հոգով, ոչ խոսքով եւ ոչ էլ իբրև թե մեզնից գրված թղթով, որպես թե Քրիստոսի օրը հասել է։ Չլինի թե մեկը ձեզ ինչ որ ձևով խափի, քանի որ այդ օրը չի գա, մինչև նախ չգա Տիրոջից հեռացումը եւ հայտնվի մեղքի մարդը Կորուսյան որդին, որը պիտի ընդդիմանա ու պիտի ինքն իրեն բարձրացնի ամեն բանի վրա, որ Աստված է կոչվում կամ պաշտվում է, այնպես որ նա որպես Աստված Աստծո տաճարում պիտի նստի, ցույց տալով որ ինքն Աստված է։ Now, I would say traditionally we have seen this as talking about the Antichrist. Սա հակա Քրիստոսի մասին է խոսում։ That the Antichrist can't come until the Holy Spirit has
taken away or allows him to come. Հակաքրիստոսը չի գա այնքան ժամանակ միջև Սուրբ Հոգին չվերցվի կամ թույլ չտրվի նրան որ գա։ And we are awaiting that time even today. Սպասում ենք անգամ այսօր այդ ժամանակներին։ But we also look at this as teaching a principle Բայց նաև սա տեսնում ենք որպես այդ ուսմունքի սկզբունք։ that there is a man of sin Կա մեղքի մարդ, who opposes and exalts himself above all that is called God. ու ինքն իրեն մեծարում է ու Աստծուց վեր դասում։ It is he who wants to be worshipped. Ու նա ուզում է որ ինքը երկրպագվի։ And so he will sit in the very temple of God, Ու կնստի հենց Աստծո տաճարի մեջ։ supposing himself to be God. Ինքն իրեն դարձնելով, հայտարարելով Աստված։ Now that's a great portrait of ourself. Ու սա նաև մեր մասին է խոսում, այդպեսին կարող ենք լինել։ Before you came to Christ, Միջև Քրիստոսին գալը you did whatever you wanted to անում do. եք այն ինչ որ ուզում եք անել։ You went where you wanted to go, you Գնում եք այնտեղ որտեղ ուզում եք, spent money where you wanted to spend money. գումարը ծախսում եք այն ամենի վրա ինչի վրա որ ուզում եք, You entered into any activity that you wanted. անում եք այն գործողությունները, որ դուք եք ուզում։ You sat on the throne of your own life. Այսինքն ձեր սեփական կյանքի գահին դուք եք նստած։ Amen? We all did. Մենք բոլորս այդպես եղել ենք, արել ենք այդպես։ That's just the nature of fallen man. Սա ընկած մարդու բնույթն է, էությունն է։ Okay? We sit on that throne. Մենք ենք նստած այդ գահին։ But when you come to Christ, Բայց երբ որ գալիս է Քրիստոսին, you get off that throne դուք իջնում եք այդ գահից and Jesus begins to ու rule. Հիսուսը սկսում է թագավորել, կառավարել։ He sits on the throne of your Ու life. նա է նստում այդ գահի վրա։ And so we have to see that this Ու change is մենք պետք է complete and տեսնենք, որ total. այդ փոփոխությունները ամբողջապես կատարված են։ And God is going to confront us Ու Աստված մեզ կերպարնակից if կդարձնի։ there's pride there, Եթե մենք ունենք մեր մեջ պարտություն, covetousness there, եթե ունենք նմանատիպ բաներ մեր any մեջ, form of idolatry, եթե ինչ որ կուրքի հետ կապված բաներ կան մեր մեջ, any sin that he կռապաշտություն, finds in that heart, ամեն մեղք, որ ինքը կգտնի մեր սրտի մեջ, any attempt of that old person to rule ամեն on փորձ, that որ throne. այդ հին անձը կփորձի մեր մեջ կառավարել, ղեկավարել, There is a beautiful description in Revelation 22. Հայտնության 22-ի մեջ կա մի գեղեցիկ նկարագրություն։ It's a description of heaven and the river that flows through New Երկնքում Jerusalem. ինչ որ գեղեցիկ գետի մասին է խոսում, որ հոսում է դեպի Երուսաղեմ։ In 22, it may be one. I don't know which verse. I just have 22. But it's the river that flows from the throne. Can you find that? 22 is a verse. I think it's two. Okay. All right. No, you got to read verse 1. Only one. 1 and 2, yeah. Հայտնություն 22, 1-ը եւ 2-ը։ Եվ ինձ ցույց տվեց կենաց ջրի մի մաքուր գետ, բյուրեղի պես պայծառ, որ բխում էր Աստծո եւ Գառնուկի աթոռից։ Եվ այն քաղաքի հրապարակում ու այն գետի մի կողմում եւ մյուս կողմում կենաց ծառը, որ 12 տեսակի պտուղ էր տալիս, եւ իր պտուղը տալիս էր ամեն ամիս, այն ծառի տերևներն ազգերի բժշկման համար էին։ Oh, wow. Now that's what heaven is, okay? Ահա ինչպեսին է երկինքը։ Out of the throne of God and of the Lamb Աստծո եւ Գառան աթոռից flows this river of life. այս գետը հոսում է։ But look at your life. Նայեք ձեր կյանքին։ If Christ is sitting on the throne, Եթե Քրիստոսը գահի վրա է նստած, then there's a river that can flow. ուրեմն այս գետը կարող է հոսել։ A river of life that can flow Կյանքի գետը կարող է հոսել and through you. ձեր մեջ եւ ձեր միջոցով։ Amen. Ամեն։ But if Christ is not on that Բայց եթե throne, Քրիստոսը այդ գահի վրա չէ, that river cannot flow. այդ գետը չի կարող հոսել։ I must have Christ on the throne. Ես պետք է Քրիստոսին գահի վրա նստած ունենամ։ Because without him on that throne, that river is Որովհետեւ not եթե going to նա flow. գահի վրա նստած չլինի, գետը չի կարող բխել։ So God has to deal with anything that obstructs or prohibits Christ from Աստված being on պետք է that throne. ամեն մեղքի, ամեն սխալ բանի հարցերը լուծի, որը խանգարում է մեր մեջ։ So we cannot be stubborn. Չպետք է համառ լինենք, We cannot fight against this. չպետք է պայքարենք այս We ամենի դեմ, come to surrender այլ this պետք է throne to հանձնվենք, Jesus. հանձնենք այս գահը Հիսուսին։ I don't hold to anything.
ու չպետք է ոչինչ պահեմ։ He sits on the throne. Նա պետք է նստի գահին։ He who is the truth sits Նա upon ով the throne. ճշմարտությունն է, ինքը պետք է գահին He նստի։ builds my life based upon that truth. Նա իմ կյանքը պետք է կառուցի այդ ճշմարտության վրա։ The truth of who he is. Ճշմարտությունը, որը նա է։ Amen. Ամեն։ I see as well Ես նաև տեսնում եմ, that in Christ alone there is truth. որ միայն Քրիստոսում է ճշմարտությունը։ And we learn to live by that Ու truth մենք that is պետք է in Jesus. սովորենք ապրել այդ ճշմարտությունով, Քրիստոսով, Հիսուսով։ Christ will, or the Holy Spirit will always be conforming us to Christ, Եվ Սուրբ Հոգի մեզ միշտ կնմանեցնի Քրիստոսին։ but he has to remove everything that is not Բայց of պետք է Christ. մեր միջից հեռացի այն ամեն ինչ, որ Քրիստոսից չէ։ Self can't rule upon that throne. Այն ինչ, որ այդ գահի վրա է, We cannot allow sin to remain within our hearts and չպետք է lives. թողնենք, որ մեղքը մեր սրտի, մեր կյանքի մեջ բնակվի։ I got to be conformed into that image of Ու Christ. ես պետք է կերպարանակից լինեմ Քրիստոսի անձին։ Satan is always trying to get in, Սատանան միշտ կփորձի մտնել, bring confusion, բերի շեղումներ, doubt, շփոթություններ, raise կասկած, questions to the promise of God. կասկածներ Աստծո խոսման հանդեպ։ But I've got to lay hold of that truth. Բայց ես պետք է պահեմ այդ I'm ճշմարտությունը, going to follow the Holy որ Spirit. ես պետք է հետևեմ Սուրբ I'm Հոգուն։ going to go where he goes. Ես պետք է գնամ այնտեղ, որտեղ նա է I'm գնում։ going to receive that truth that he Ես պետք է gives. ընդունեմ այն ճշմարտությունը, որը նա է I'm տալիս։ going to abide in Christ. Ես պետք է մնամ, կենամ Քրիստոսի մեջ, Therein is life. որտեղ այդ կյանքն է, Therein is joy and որտեղ peace. կա ուրախություն, կա xաղաղություն։ I've got to stay in that Ես place. պետք է այդ վայրում մնամ։ The Holy Spirit will conform us to the image of Ու Christ. Սուրբ Հոգին մեզ կնմանեցնի Քրիստոսի անձին։ It is Jesus who pleases the Father. Եվ Հիսուսն է, որ հաճեցնում է Հորը։ So the Holy Spirit is going to bring Jesus Ու Սուրբ Հոգին կբերի Հիսուսին into our մեր lives կյանքերի մեջ and to reveal Jesus եւ through մեր us. միջոցով կհայտնի Հիսուսին։ We recognize that God is going to deal with everything that is not Մենք of Christ. հասկանում ենք, որ Քրիստոսը պետք է մեր մեջ գործի այն ամենի դեմ, որը որ իրենից չէ, Աստծոց չէ։ John the Baptist says, I must decrease, Հովհաննես Մկրտիչն ասում է, որ ես պետք է նվազեմ, he must increase. ու նա պետք է աճի, մեծանա իմ մեջ։ And the same is true for us. Ու նույն ճշմարտությունը գործում է նաև մեզ համար։ God commits himself to you. Աստված իր անձը դրեց ձեզ համար։ His desire that you would be a member of his family Ու նրա փափագը ցանկությունն է, որ դուք իր ընտանիքի անդամը and լինեք, that you would bear a resemblance to his son. ու դուք նմանվեք իր որդուն։ The flesh doesn't always like that. Մարմին միշտ չի որ սա հաճելի Paul է, որ says իրեն there's a դուր է battle գալիս։ between the Պողոսն spirit ասում and է, the որ flesh. հոգու եւ մարմինի միջև սա միշտ տևող պատերազմ է, պայքար է։ But I got good news. The Holy Spirit Բայց ես can win. ունեմ լավ լուր։ Սուրբ Հոգին օգնում է մեզ։ You can be conformed to this image of Christ. Ու դուք կարող եք նրա միջոցով կերպարանակից There լինել can be a Քրիստոսին։ river that flows out of Ու your այդ life. ժամանակ կարող է ձեր կյանքերից բխել այդ գետը։ In Colossians chapter 1, there's a great description of Jesus. Կողոսացիների առաջին գլխում շատ հետաքրքիր մի համար կա։ And it calls us to walk and to live as he is. Որպեսզի ու մեզ ցույց է տալիս, որ քայլենք իր ճանապարհներով։ And so we'll take the time to read that. It's verses chapter 1, Colossians 1. And Կողոսացիներ it's առաջին 10 through 25, 15 verses. Yes. 10-ից 25։ Կողոսացիներ առաջին 10-ից 25, որ դուք Տիրոջ առջև արժանի կերպով քայլեք, ամեն ինչում նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերի մեջ պտղաբեր լինելով եւ աճելով Աստծո գիտությամբ, իր փառքի զորության համեմատ ամենայն զորությամբ զորացած, ձեզ տալով կատարյալ համբերություն եւ երկայնամտություն ուրախությամբ, գոհանալով Հորից, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու լույսի մեջ բնակվող սրբերի վիճակին, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից եւ փոխադրեց իր սիրելի որդու թագավորության մեջ, ու մեջ մենք ունենք փրկագնություն նրա այրամբ մեղքերի թողություն։ Նա աներևույթ Աստծո պատկերն է բոլոր ստեղծվածների անդրանիկը, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա, տեսանելի եւ անտեսանելի, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները եւ թե իշխանությունները, ամեն ինչ նրանով եւ նրա համար ստեղծվեց։ Եվ նա ամեն ինչից առաջ է եւ ամեն ինչ նրանով է հաստատ մնում։ Եվ նա մարմնի գլուխն է, եկեղեցու, նա սկիզբն է, անդրանիկը մեռելներից, որպեսզի ինքն ամեն ինչում առաջնորդություն ունենա, որովհետև Աստված հաճեց, որ նրա մեջ բնակվի աստվածության ամբողջ լիությունը, եւ նրանով ամեն ինչ հաշտեցնի իր հետ,
խաղաղություն անելով իր խաչի վրա թափած այրան միջոցով, երկրի վրա լինի թե երկնքում։ Եվ ձեզ, որ մի ժամանակ օտարացած եք եւ մտքով թշնամի չար գործերի մեջ հիմա հաշտեցրեց, իր մարդեղեն մարմնի մեջ, իր մահվամբ, որ ձեզ սուրբ, անբիծ եւ անարատ կանգնեցնի իր առջև, եւ մնաք հավատի մեջ հիմնված եւ հաստատված, առանց հեռանալու ավետարանի հույսից, որ լսեցիք, եւ որը երկնքի տակ գտնվող ամեն մի արածի քարոզվեց, որին ես Պողոսը սպասավոր եղա։ Այժմ ուրախ եմ ձեզ համար կրած չարչարանքներից համար եւ լրացնում եմ մարմնի մեջ Քրիստոսի նեղությունների պակասը իր մարմնի համար, որը եկեղեցին է, որի սպասավորը դարձա ըստ Աստծո տնտեսության, որ ինձ տրվել է, որպեսզի ձեզ համար Աստծո խոսքը լրացնեմ։ Amen. Ամեն։ There's so much here, Այստեղ շատ բան կա, but in the first verses he talks about what բայց is happening in our lives. համարում նա խոսում է թե ինչ է տեղ ունենում մեր կյանքում։ We're fruitful. Պետք է լինենք պտղաբեր, We're increasing in the knowledge of God. աճենք Աստծո գիտության մեջ, We're strengthened with all might. զորանանք, Okay? We're given patience and long suffering with joyfulness. որ միգուցե մենք կտարապենք այն նույն տարապանքով, որ Քրիստոսը Because of this, տարապում։ we're giving thanks unto God the Father. Ու այս ամենը տրված էր Աստծուց։ Now, he describes Jesus as the image of the invisible God, Հիսուսին որպես Աստծո անտեսանելի պատկեր, the very firstborn of every creature. որ ամեն արարածների անդրանիկն էր, He has created all things. որ ստեղծել է ամեն բան, He's the head of the body of the church. որ նա եկեղեցու գլուխն էր համարվում, He's the beginning, the firstborn of the dead. որ մեռելներից առաջինն էր, It pleased the Father that all fullness would dwell ու in նա him. ամբողջությամբ հաճեցրեց Աստծուն։ Now remember, we're being conformed to this image of Jesus. Ու պետք է հիշենք, որ մենք պետք է կերպարանակից լինենք Հիսուսի պատկերին։ There's a potential fullness that he can bring to our lives. Եվ կա այդ պոտենցիալը, որ նա բերում է մեր կյանքերի A մեջ։ fullness of the Holy Spirit. Sուրբ Հոգու լիությունը, A fullness of the life of God. Աստծո կյանքի A լիությունը, fullness of the power of God. Աստծո զորության If լիությունը։ I can be conformed to the image of Ու Christ, եթե ես կարողանամ նմանվեմ Քրիստոսին, then what Christ has can be made real in ու me. ինչ որ Քրիստոսը ունի, իրականություն կդառնա իմ մեջ։ Ultimately, Paul says that we'll be presented to him holy and unblameable. Ու կլինենք որ Հիսուսը սուրբ, անբիծ եւ անարատ էր։ We'll have that victory over sin. Ու կունենանք մեղքի հանդեպ հաղթություն։ We'll walk in the very righteousness of Christ. Կքայլենք Քրիստոսի արդարությամբ։ That's what the Holy Spirit is doing in our Ահա այն lives. ինչ որ անում էր Սուրբ Հոգին մեր կյանքերում։ He says, you must continue Նա ասում է, որ դուք պետք է շարունակեք in your faith, ձեր հավատքի մեջ։ grounded, settled, Պետք է այդտեղ ամրացված լինեք, and հաստատված move լինեք not away from this hope of the gospel. ու չշարժվեք ավետարանից։ Now, these are the potentials that Սրանք God gives to us պոտենցիալներ են, որոնք Աստված տվել է մեզ։ in being conformed to this image of Christ. Ու պետք է կերպարանակից լինենք նրա պատկերին։ It is also a call to us Սա նաև կոչ է մեզ, to continue որպեսզի in շարունակենք our faith. մեր հավատքի մեջ։ Paul said he rejoiced in his sufferings. Պողոսն ասում է, որ ինքը տառապանքներով ուրախանում է, He says, because my sufferings have furthered the gospel. որովհետև իր տառապանքները ավետարանի համար օգտակար են։ I don't know where God will lead you. Ես չգիտեմ, թե Աստված ձեզ ուր է առաջնորդում, ուր է տանում։ I don't know what path you're going to follow. Չգիտեմ ինչ ճանապարհներով եք հետևելու նրան։ Some of you may run into trouble that is great. Միգուցե ձեզանից որոշները ունենան շատ մեծ խնդիրներ, Keep your heart right. բայց ձեր սիրտը ճիշտ պահեք։ Don't move away from the purpose of God in your Աստծո life. նպատակից չշեղվեք ձեր կյանքերում։ For what you suffer will result in Այն տառապանքը, որ դուք ունեք, արդյունք կդառնա God's glory, Աստծո փառքի համար, His provision, իր տեսիլքի համար, salvation to be փրկության համար, made for others. որ փրկություն կունենան այլոք։ Sometimes we think that Երբեմն մտածում ենք, all ministry should be easy, որ բոլոր ծառայությունը պետք է շատ հեշտ no լինեն, sacrifice, ոչ մի զոհ no չլինի, difficulty. ոչ մի դժվարություններ չլինեն, I say to you, there is no ministry without բայց ես sacrifice. կարող եմ ասել, որ չկա որևէ ծառայություն, որը զոհ չունենա։ There is no ministry without sacrifice. Չկա նման ծառայություն, որ զոհ չունենա։ You will give up something. Ինչ որ մի բանից պետք է հրաժարվեք։ Something will be set aside that you love. Ինչ It's որ բաներ, valuable որը to you. որ դուք սիրում եք, որը դուք արժևորում եք, The sacrifice was always something of value. զոհը միշտ լինում է ինչ որ արժեքավոր բան ձեզ համար։ And the ministry requires Իսկ sacrifice. ծառայությունը միշտ պահանջում է զոհեր։
We must have this Christ Մենք պետք է այդ Քրիստոսին ունենանք մեր մեջ, because only Jesus can save this world. որովհետև միայն Հիսուսը կարող է այս աշխարհը փրկել։ Jesus is not going to save it alone. Հիսուսը մենակ չի փրկում։ He goes before us. Նա նաև մեր առջևից է He գնում, promises us the victory, խոստացել է մեզ but we հաղթություն, got to follow him. բայց մենք պետք է հետևենք We've նրան։ got to do the battle. Մենք պետք է պատերազմենք, Pray, to fast, to աղոթենք, preach. ծոմ պահենք, քարոզենք։ We've got to do that work in Մենք order to պետք է այդ obtain the գործը victory. անենք, որպեսզի ստանանք, ունենանք հաղթություն։ Christ alone can save the world, Քրիստոսը միայն կարող է փրկել but աշխարհը, he does it in and through his people. բայց նա դա անում է իր ժողովրդի միջոցով։ You and I must Դուք be եւ ես that vessel that he պետք է uses. լինենք այդ անոթները, որ նա օգտագործում է։ We're going to be conformed unto this Christ. Ու պետք է այս Քրիստոսին կերպարանակից լինենք։ He's going to deal with the sin of our hearts. Եվ նա մեր սրտի մեղքերի հետ այդ հարցերը կլուծի։ He's going to prepare you as a vessel of his Պատրաստի ձեզ presence. որպես իր ներկայության անոթներ։ You will reveal this Christ to this Եվ generation. դուք այս սերնդին պետք է Քրիստոսին հայտնեք։ This is our Ցույց տաք այս calling. սերնդին։ Դա է մեր This is our կոչը։ destiny. Դա է մեր այսպես ասած ճակատագիրը։ This is what God wants to do in us. Սա այն ինչ որ Աստված ուզում է մեր մեջ անել։ If the Israelite Exodus generation was anything, they were a bunch of complainers. Եթե ինչպես Եսայացիները ելիցում բողոքում տրտնջում էին, Every time something went wrong, they complained. ամեն անգամ ինչ որ մի բան որ լինում էր, նրանք սկսում էին We բողոքել։ got no water, we got no food. Ջուր չունենք, ուտելիք չունենք, It's hot, շոկ է, it's wilderness. անապատ է, We had leeks and onions in Egypt. ու մենակ այս սխտորն ունենք անապատում։ All the time, God was wanting to lead them Ամեն անգամ Աստված առաջնորդում էր նրանց։ and to fulfill a promise he had made to Ու այն Abraham. խոստումներն էր իրականացնում, որը Աբրահամին էր տվել։ Paul says that they were examples to us. Պողոսն ասում է, որ նրանք մեզ համար օրինակ են։ Don't be like them, he says. Օրինակ, որ չլինենք նրանց պես։ Don't be like this. Մի եղեք նրանց նման։ Follow the Lord. Հետևեք Տիրոջը։ Move with the cloud. Շարժվեք ամպի Let առաջնորդությամբ։ God remove that which is Egypt inside of you Ու Աստված ձեր մեջ եղած Եգիպտոսը կհանի ձեր միջից։ and prepare yourself Ու ձեզ կպատրաստի, because the battle's coming որովհետև պատերազմը գալիս է, and the victory follows that. իսկ հաղթությունը հետևում է պատերազմին։ Amen. Ամեն։ There is a victory that we can Կա have հաղթություն, որը մենք կունենանք։ if we remain faithful to Եթե that մնանք call. հավատարիմ այդ կոչին։ He will lead us. Նա այդ ժամանակ առաջնորդի մեզ։ Amen. He will Ամեն։ lead us to Նա that place of առաջնորդի victory. մեզ հաղթության ճանապարհին, հաղթության վայրի մեջ։ God gave us that word last night. Աստված մեզ տվեց այդ խոսքը անցյալ Soon գիշեր։ Satan will be crushed under your Շուտով feet. սատանան կպարտվի ձեր ոտքերի տակ։ Amen. Ամեն։ Thank you, Father. Շնորհակալություն հայր։ We thank you for Jesus.